Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին սպասվող սև օրերի ապրիլի 13-ից 21-ը հնարավոր սահմանային էսկալացիայի վտանգը չեզոքացնելու բանաձևի, Հայաստանի Հանրապետության ղեկավարի քարտեզում տեղ գտած վայրիվերումների, ապրիլի պատրաստած ծուղակների մասին և ոչ միայն բացառիկ խաղաքարտեր է բացել հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը, ով դեռևս հունվար ամսին էր կանխատեսել սահմանային սադրանքների մասին, որոնց ականատեսն ենք այսօր։ Ցավալիորեն բարդ մոլորակային դիրքավորումներ են, հունվարյան հանդիպման ժամանակ նշեցի այդ մասին, սիրելի Իլոնա, ինչու ասեցի, որովհետև Խեցգետինը դա հայրենիքը, օջախ, ընտանիք, Մարսը կոնֆլիկտի, կռվի, պայքարի մոլորակը գտնում է Խեցգետնում եւ այն պարբերաբար նրանք, ովքեր թույլ հոգեվիճակ ունեն, ովքեր գինով ցած են, ալկոհոլ են օգտագործել, նրանց հույզերը անկառավարելի են լինելու եւ պետք է ուշադիր լինեն նրանք, ովքեր ծնվել են Խոյ, Խեցգետին, Կշեռք եւ Այծեղջուր եւ նրանց ում քարտեզներում տվյալ դաշտերը լրացված են մոլորակներով եւ ամենակարևորը իդեմս Մարսի։ Եթե Մարսը եղավ Խոյում եւ Խեցգետնում, այն անպայման սահմանային լարումներ կհրահրի։ Խեցգետինը մեր հայաստանյան քարտեզում մեր սահմաններն են, 10-րդ տունն է, երկու քարտեզներում է հենց այդ հատվածն է։ Եթե նույնիսկ մենք հաշվի չառնենք քարտեզները, ես արդեն այդ ստատիստիկան ես հաշվի եմ առել, ուսումնասիրություններ եմ կատարել, պարբերականություն գոյություն ունի, երբ մոլորակները գտնվում են Խոյում կամ Խեցգետնում, մեր թշնամիները հարձակում են գործում։ Սադրանք կարող է լինել, դիվերսիա կարող է լինել, բայց Մարսը, ասեմ հարգելի Իլոնա, այն Խոյում չէ, այն այդքան կատաղած եւ ուժեղ չէ։ Մարսը Խեցգետնում ավելի թույլ վիճակում է, որտեղ Մարսը Այծեղջուրում խանդավառնում է, էներգիայով լի, այսպես ցասումով լի, Խեցգետնում այն adekvat կարող է իրեն պահել։ Հնարավոր է, որ այդ սահմանային լարումները հրահրվում են հենց այդպիսի վիճակում գտնվող այդ զինվորական գերատեսչությունների, սահմանապահների կողմից, բայց իրավիճակը բարդ է։ Այսպիսի մի բան, որ Ալիևի քարտեզը մանրամասն ուսումնասիրության եմ ենթարկել, նրա հունվարին այդ նրա կյանքի հետ կատարված հունվարի 5-ին 6-ին Մարսը առյուծից անցավ Խեցգետին, իսկ նրա լուսինը գտնում է Խեցգետին եւ առյուծ այդ սահմանագծին տեղի ունեցավ հունվարյան միջադեպը, այնտեղ ավիաբթար իր անձի հետ կապված խնդիրներ կան, նմանատիպ բարդ դիրքավորում ես տեսնում եմ ապրիլի 18-ի մոտակայքում, երբ Մարսը մտնի կրկին առյուծի կենդանակերպ եւ այդ օրերը ապրիլի 13-ին, 21-ին, 18-ին արդեն Մարսը մտնում է, բայց լուսինը 13-ին եւ 21-ին, 13, 14 գտնվելու է Կշեռքում, 21-ին նա Այծեղջուրի կենդանակերպում բարդ դիրքեր, Մարս լուսին այդ բարդ դիրքավորումը, Այծեղջուրը դա պետությունն է, պետականությունն է, սահմաններն են, այդ ժամանակահատվածում կարող է լինել եւ անցած անգամ 2020 թվականին, երբ նա հրահրեց պատերազմ, այդ արհավիրք, ես արհավիրք եմ համարում, դա պատերազմ չէր, այդ ժամանակահատվածում կրկին Ալիևի համար բարդ մոլորակային դիրքեր էր եւ նա Սատուրնի երկրորդ գալուստն էր նրա քարտեզ, երկու անգամ Սատուրնը արդեն պտույտ էր կատարել նրա քարտեզում եւ նա այդ հզոր էներգիան կարծես ուղղեց դեպի այդ արցախյան դաշտ, այդ տարածաշրջան։ Այդ ժամանակահատվածում բարդ է նրա համար, ես կարծում եմ, որ նրա աստղաբանները եւ քանի որ նրա մոտ աստղաբաններ են աշխատում, նրան կտեղեկացնեն, որ իր քարտեզը գտնում է բացառիկ բարդ դիրքավորումների այդ թիրախում եւ նաեւ երբ արդեն Նեպտունը անցել է, Նեպտունը ձկներից անցել է Խոյ, մայիսի 25-ին Սատուրնն էր կանցնի Խոյի կենդանակերպ, ասեմ, որ նրա համար բարդ դիրքավորումներ կան, քանի որ նա Այծեղջուր է կենդանակերպով, մոլորակները խմբելու են Խոյի կենդանակերպում։ Նրա քարտեզում բարդ դիրքեր եմ տեսնում մոտակա ժամանակահատվածներում, բայց դա չի նշանակում, որ մեր թշնամիները քնած են, նրանք պարբերաբար սադրանքների եւ ագրեսիվ գործողությունների կարող են դիմել։ Նրանց համար միթիս հողակտորներ շատ մեծ կարևորություն ունի, որպեսզի ժողովրդի տարբեր եւ սոցիալական եւ ռազմաքաղաքական այդ բացերը լրացնելու համար նա ուղղակի ժողովրդի աչքն
է մտնում, այդպես կարող եմ ասել։ Այսինքն այս պահին ռազմական մեծ էսկալացիայի վտանգ չենք տեսնում։ Ինքը խնդիրը արկա է, այնպես որ կա այդ մոլորակային դիրքան, մանավանդ եթե լուսինը գտնվի այնտեղ, լուսինը կշարք այդտեղ ջուրում մոլորակները լարված են, բայց անցած տարվա այն բարդ իրավիճակը չէ, երբ ես աղաղակում էի ամբողջ 23 թվականի հոկտեմբեր-նոյեմբերից 24-ի հունվար, որ 24-ի ապրիլը վատ է լինել։ Հիմա այդ դիրքավորներ կան, բայց ավելի թույլ վիճակում են եւ հուսամ, որ Յուպիտերը երկորյակի կենթանակերպում դա խաղաղության բանաձևի տարածողն է Յուպիտերը, երկորյակը դա խաղաղություն, դա միջպետական ճանապարհներ, արտատարածքային այդ ճանապարհներ եւ այլն, եւ երկորյակը դա նաեւ այդ բանաձևն է, այդ թուղթն է, դեռևս մինչեւ հունիսի 9-ը հնարավոր է մենք պաշտպանված լինենք Յուպիտերի այդ դիրքով, քանի որ երկորյակում գտնվում է երկորյակի ազդեցության տակ ծնվել են եւ Դոնալդ Թրամփը եւ մեր երկրի գործող վարչապետը, կշարք կենթանակերպի ազդեցության տակ ծնվել է Պուտինը, այդ մոլորակային դիրքավորումը երևի կմեղմի, բայց ամբողջությամբ չի սանձազերծի նրանց այդ բիրտ պահվածքը։ Իսկ ինչ է խոսում Հայաստանի Հանրապետության վարչապետի քարտեզը այս ժամանակահատվածի մասով։ Ելնելով Սատուրնի դիրքից ավելի բարդ է նրա քարտեզը անցած տարի ապրիլ եւ օգոստոս, նաեւ սեպտեմբերյան խավարումների ժամանակահատվածում, նաեւ անցած անգամ ձեզ մոտ կանխատեսումներ եմ արել, չեմ ասելու ինչեր, թող փնտրեն նախորդ հաղորդման տեսանյութը, դուք կարող եք մեր տեսանյութի այս անգամվա տեսանյութի տակ դնել, այո, բարդ լարված վիճակ է նրա քարտեզում, այս անգամ ավելի շատ հոգեբանական ճնշում էր մարտի 14-ի մոտակայքում, ինչ որ լույր հայտնելու, որ այդ լույրը հայտնեց նա, բարդ հոգեբանական վիճակներ, նրա քարտեզը մի քիչ դեռ հանգիստ վիճակում են լինելու։ Այս 1-2 ամիսը նա երևի կփորձի օգտվել իր վարկանիշի բարձրացմամբ։ Եվ ընդհանուր առմամբ, երբ որ Յուպիտերը մուտք է գործել երկորյակ կենթանակերպ, ես նաև Դոնալդ Թրամփը հաղթանակ կրեց ընտրությունները, դա պատահական չէր, նա ասեմ, որ ղեկավարներից Դոնալդ Թրամփը եւ Սերժ Սարգսյանն են ծնվել խավարումների ժամանակահատվածում, միշտ մոռանում եմ ասեմ, եւ մարդիկ պատահական ուղակի չեն անցնում ինչ որ երկրի ղեկավարման այդ դաշտը, նրանց տվյալներում, բոլորի տվյալներում էլ այդ ամենը կան, բայց լինում են քարտեզում թույլ կողմեր, եթե տվյալ ղեկավարը ընտրված է համաշխարհային ուժերի կողմից, ապա այդտեղ կարող են օգտագործվել նրա քարտեզի թույլ կողմերը։ Իսկ եթե ինչ որ գործի, ինչ որ կարևոր միսիայի համար է նա ընտրված, ապա կօգտագործեն նրա քարտեզի դրական եւ այսպես ուժեղ կողմերը։ Տվյալ դեպքում Յուպիտերը երկորյակում մոտավոր 1 տարի նրա վարկանիշը դեռ մի քանի ամիս կբարձրանա, հետո Յուպիտերը կանցնի խեցգետնի կենթանակերպ, իսկ խեցգետնի կենթանակերպում կան քաղաքական գործիչներ, հիմա չեմ ասում, հետագայում դուք կտեսնեք քաղաքական դաշտում ակտիվացում նախկինների կողմից, ում քարտեզում Յուպիտերը գտնում է խեցգետնի կենթանակերպում։ Այսինքն մոտավոր մինչև հունիսի 9-ը դեռ նա կարող է պահել իր վարկանիշը, որը պայմանավորված է Յուպիտերի երկորյակ գտնվելու այդ դիրքավորմամբ։ Հարգելի գայանեն, նաև անդրադառնանք թշնամական մեկ այլ երկրի Թուրքիային։ Թուրքիայում կարծես եւս լուսաբացները խաղաղ չեն, տարբեր բողոքի ակցիաներ են իրականացվում եւ տպավորություն է, որ Էրդողանի աթոռը սկսել է ճոճվել։ Այդպես է։ Դիտարկել եմ Թուրքիայի քարտեզը, որտեղ Մարսը խեցգետնի կենթանակերպում է, բայց այդ խժդժությունները, բարդ իրադրությունները մի քիչ թուլանալու միտում ունեն։ Այդ ամենը նկատելի են փետրվար եւ մարտ ամիսներին ավելի շատ։ Չգիտեմ, այս պահին իրականում ինչ վիճակ է այնտեղ։ Բողոքի ակցիաները շարունակվում են, բայց այդ ուժգնությամբ չի, չէ։ Ոչ։ Որովհետև ինչի եմ ասում, Մարսը, երբ որ խեցգետնում է, Մարսը խեցգետնում էր եւ ուղընթաց նա փետրվարից էր, այն օրերը, որոնք նշվել են, բայց ասեմ ձեզ, կրկին
ապրիլի 13-21 այդ ժամանակահատվածում նրանց քարտեզները գտնվում բարդ մոլորակային դիրքավորումների ազդեցության տակ, այնպես որ Մարսի այս խեցգետին գտնվելու այդ ժամանակահատվածը կարող է լուրջ խնդիրներ չբերել այսպես արհավերքներ, չնայած ասեմ ձեզ, որ Թայվանում, չէ, Սինգապուրում էլ էր այդ հուժկու երկրաշարժը պայմանավորված էր արևի խավարման, որը տեղի ունեցավ ապրիլի մարտի 29-ին, դա Նեպտուն եւ Նեպտուն մոլորակի մուտքը Խոյ, այդ մոլորակային կուտակումների Նեպտուն, Սատուրն եւ հանգույցն դրանք կարմիկ եւ հզոր էներգիայի պաշար էր, որը ինչ որ տեղից պետք է հորդեր, Խոյը դա երկրաշարժ, Նեպտուն պատկերացնում եք այն երկնաքերներ, երբ որ ջրերները այդ ջրհեղեղ էր, կարծես շատրվանի նման, ջրվեժի նման դուրս էր հորդում, դա էր, բայց դեռ մեկ այդպիսի կարևոր իրադարձություն կարող է լինել մայիսի 25-ի մոտակարգում, երբ Սատուրնը ձկներից արդեն անցնի Խոյի կենդանակերպ։ Այսինքն Էրդողանի դիրքերը դեռ շարունակում են ամուր մնալ։ Դեռ ավելի վատ էր Սիլի Իլոնա փետրվար եւ մարտ ամիսներին, ես դուք հարցեցիք անցած անգամ չէի դիտարկել, որտեղ յուրաքանչյուր դիտարկում այն ժամանակ էր խլում, այս անգամ երբ որ ես տեսա պազեր ինձ համար, այնտեղ քարտեզը բարդ դիրքավորումների ազդեցության տակ է, բայց ես ձեզ ասեմ, որ ինչևէ, երբ որ մոլորակները, Խոյից անցնի փաստորեն առուծի կենդանակերպ, կշարքիչ կարիճ, ես հենց այդ ժամանակահատվածը ապրիլի 18-ի մոտակայքում մի քանի օր, փաստորեն ապրիլի 13 եւ 21, դա լուսնի դիրքեր, մի քանի օր Թուրքիայի քարտեզներ բարդ դիրքեր են ընդունում եւ դա կարող է լինել ղեկավարի հետ կապված, այսինքն եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետաքրքիր է, չէ, առաջին անգամ այսպիսի մեկնաբանությունը, ուսումնասիրությունը այս արդյունքներն էին տվել, որտեղ մոլորակները միշտ նույն դիրքերով չեն լինում, նրանք պարբերաբար փոփոխվում են, իրենց պարբերականություն ունեն եւ ինչն է հետաքրքիր, որ հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններն էլ այդքան բարենպաստ վիճակում չեն։ Դա կախված է նրանց եւ երկրի եւ նաեւ ղեկավարների գլխավորությամբ իրենց քարտեզների բարդ դիրքավորումների ընդունման։ Հնարավոր է, որ Թուրքիայի փոքր եղբայրը ըստ էության Ադրբեջանը դավաճանի մեծ եղբորը։ Գիտեք ոնց, երբ որ արյունակիցների մեջ այսպիսի բան կա, չէ, արյունակիցները կարող են, հարազատ եղբայրները կարող են դավաճանել, բայց նրանք արյունակցական կապերը միևնույն է ժամանակի ընթացքում կարող են վերականգնվել եւ նաեւ իրենց տարածքային շահերը միշտ էլ նրանց ուղղորդելու են Հայաստանի ուղղությամբ եւ նրանք այդ հարցում կարող են անկողմնակալ պաշտպանել մեկը մյուսին։ Ուզում եմ մեր հաղորդումը ամփոփենք դրական նոտայով, թեև ձեր բոլոր մեկնաբանությունների մեջ դրական, այսպես ասած, առանցքային դերակատարում ուներ, այնուամենայնիվ խոսենք ապրիլ ամսվա դրական կողմերի մասին, ինչ է խոստանում ապրիլը դրական առումով Հայաստանին եւ առհասարակ կենդանակերպի տարբեր նշանների։ Արդեն իսկ, երբ որ մեր հաղորդումը հեռարձակվի, արդեն Մերկուրին շփման մոլորակը, որը շփումներն է ապահովում, կոմերցիան, գրագրությունը, խոսքը, բանավոր, գրավոր, եթե այս նախորդ 20-21 օրերին գրավոր հաղորդակցությունը ավելի այսպես գերադասելի է եւ անվտանգ, որովհետեւ այնինչ դու գրում ես, այդ ամենը պահպանվում է, իսկ բանավոր խոսքի դեպքում պետք է որոշ հաստատումներ։ Արդեն իսկ Մերկուրին ձկների կենդանակերպից ուղղընթաց ընթացքով առաջ կշարժվի, բոլոր կարևոր գործերը կարող եք սկսել, քանի որ նորալուսինը եւ խավարում ամսի 29-ից սկսեց արդեն նոր գործեր սիրելի հետևորդներ, բայց քանի որ մոլորակները խոյում են, չնայած Վեներան էլ ամսի 14-ից ձկներում կրկին ուղիղ ընթացքով առաջ կգնա, մի քիչ մի շտապեք, որտեղ խոյի կենդանակերպում մոլորակները իրենք շտապում են, ակտիվ են, այդ արևը դուրս է գալիս ճաճանչափայլ էներգիայով եւ ագրեսիվությամբ Մարսը խեցգետնում ագրեսիվությունը ավելի շատ կդրսևորվի ներընտանեկան հարցերում, ներպետական
խնդիրների այդ շուրջ ընդհանուր առմամբ սկսեք նոր գործել, սկսեք շնչել, գեղեցիկ հագնեք, նորից Վեներան կմտնի խոյի կենթանակերպ, ակտիվություն կտասեր առաջին հայացքից, կսիրահարվեն խոյ առյուծաղեղնավոր եւ երկվորյա ու այնտեղ եթե մենք դիտարկում ենք աղեղնավոր երկվորյա ջրհոս, ջրհոսների մասին մոռացել ենք, ես նրանց շատ սիրում եմ, դա աստղաբանության նշանն է, նոր գործեր, գործիելի հետևորդներ, մոռացեք ձկների կենթանակերպում լաց ու կոծը, թախիծը, թող բարդ հիշողությունները գնան անցյալ, սկսեք նոր կյանք ապրել, նոր գործերով, խորհուրդ եմ տալիս, քանի որ Յուպիտերը երկվորյակում է, նոր դասերի գրանցվեք, ինչը միշտ ես եմ անում եւ խորհուրդ եմ տալիս եւ կատարում են ինքնակրթությունը, ընդհանրապես կրթվելը մարդու կարևոր այդ առաքելություններից մեկն է, որովհետեւ նյութական լինելով նաեւ հողի տարեք եւ ցուլի ազդեցության տակ ծնված անձ, նյութական բոլոր միջոցները այդ ամենը հավետ չեն, իսկ գիտելիքը այն ռեսուրսները եւ այն գումարները մարդ եթե ծախսում է գիտելիք ձեռք բերելու վրա, դրանք չեմ ասում հավերժ են, բայց թեթևացնում են մարդու կյանքը, օգնում են առաջ գնալ սոցիումում եւ ես ուրախ կլինեմ, որ մեր շրջապատում նրանք, ովքեր նաեւ բուհական այդ վայրերում են սովորում, սիրելի ուսանողներ, գնացեք, կրթվեք, մասնակցեք այդ դասընթացներին, Յուպիտերը երկվորյակի կենթանակերպում հմտություններ ձեռք բերեք, զարգացրեք ձեր խոսքը, երկվորյակը խոսքն է, շփման կարողությունները եւ փորձեք առաջ գնալ եւ նաեւ մեր հիմա կասեն չէ հողի ջրը եւ ջրի ազդեցության տակ ծնվածները սիրելիներս ձեր հաստատային ժամանակը գալիս է սիրելի խեցգետիններ հերիք հետո թափեք այդ ձեր ընտանեկան լուծը եթե հնարավորություն կունենաք վերջերս հանդիպեցի մի աղջկա սուղ վիճակում էին գտնվում նրանց պարտք է վերադարձրել էին ամանից նա որոշել էր սենյակ առանձին սենյակ այսպես կառուցեին իրենց բալիկների համար ընտանեկան ջերմության ժամանակահատված է ասում են վերադարձեք հայրենիք այնտեղ հետևորդներից մեկը գրել կռիվ լինի վերադառնան հայրենիք սիրելի հետևորդներ հուսամ որ գերտերությունները դրանք իդեմս ԱՄ Ռուսաստան կամ մնացած այն բոլոր տերությունների նրանք զորավիք կլինեն մեր երկրին չեն թողնի որ մեր թշնամիները առաջ խաղացում ունենան իսկ Յուպիտերը խեցգետնում տուն ընտանիք օջախ հայրենիք ծառեր տնկեք շենացրեք ձեր հայրենիքը ձեր բնակավայրը իսկ քաղաքական առումով ես կարծում եմ որ հունիսից հետո որոշ քաղաքական ուժեր կարող են ակտիվանալ եւ դա կարող է լինել նախքին այդ թևերից դրա մասին կխոսենք մոտակա ժամանակահատվածում եթե իհարկե այդ ամենը լինի յուրաքանչյուր քաղաքական ուժ անկախ դրանից այժմ գործող հին եւ եթե ապագայում ինչ որ մեկը կլինի հուսամ որ նրանք խոհեմ կլինեն նրանց իրենց անձնական շահերը վերջին դասի ազգային շահերից կփորձեն շենացնել մեր հայրենիքը ես իսրտե դա եմ ցանկանում հուսամ որ մեր սովորական եւ մեր քաղաքացին եւ նաեւ բարձր մակարդակով այնտեղ ղեկավարները կմտածեն այդ մասին եւ կփորձեն զորավիք լինել մեր հայրենիքի, մեր բնակչությանը, մեր հանրությանը։ Շնորհակալ եմ հարգելի Գայանե, շնորհակալ եմ լիարժեք, օբյեկտիվ եւ իրատեսական զրույցի համար, մեկնաբանությունների համար։ Ես էլ եմ շնորհակալ, հուսամ, որ բարդ դիրքավորումները ուղղակի այսպես թեթև քամու նման կգան կանցնեն եւ մենք կգնանք միշտ կանգուն մեր ոտքի վրա, մեր հայրենիքում, մեր զինվորներին էլ մաղթում եմ բարի ծառայություն սիրելի զինվորներ, իմացեք, որ ողջ հայ ազգը իդեմս ձեր մայրերի իրենց աղոթքներով եւ իրենց հզոր ուժով կանգնած են ձեր մեջքին։